Գրիշա, Այո, կարծեմ դու շատ ես չէ սիրում ճամփորդել։ Կա մի զբոսաշրջային ընկերություն, որն արդեն 15 տարի աշխարհը բացահայտելու լավագույն առաջարկներն ունի։ Ուշադրություն, դեպի էկրան։ Անրիվա, անուն, որը վերածվել է բրենդի ու դարձել երաշխիքը բարի համբավի, նվաճումների և ձեռքբերումների։ Ընկերություն, որն ունի 15 տարվա կենսագրություն։ Անրիվայի մասին պատմող գրքի յուրաքանչյուր էջը հերթական հաջողության, ժամանակի հետ առաջ քայլելու, նորարարություններով հանդես գալու, միջազգային մրցանակներ և շնորհակալագրեր հայրենիք բերելու մասին է։ Անուն, որի գործունեության հիմքում ընկած են համաշխարհային նշանակության ցուցահանդեսներին մասնակցելը, աշխարհի ցանկացած կետում Հայաստանը լավագույնս ներկայացնելը, ինչպես նաև նոր բիզնես հնարավորություններ և միջազգային կամուրջներ ստեղծելը։ Եվ այս ամենը, իհարկե, ընկերության գործունեության բոլոր ոլորտներում, միջազգային բեռնափոխադրումներից մինչև տուրիզմ, ուղիղ և կանոնավոր չվերթներով։ Իսկ այս գունեղ գրքի գլխավոր հերոսուհին Անրիվա գրուպի հիմնադիրն է, լեզվաբան, քաղաքագետ, օրինակելի մայր և քաղաքացի Հռիփսիմե Ստամբուլյանը, ով կարևորելով սոցիալական պատասխանատվությունը երկրի և հասարակության առջև, մշտապես արարում է հանուն զբոսաշրջության, տնտեսության գործարար կապերի զարգացման և հայրենիքի բարօրության։ Հանդիսանալով եգիպտական Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, Անրիվան 9 տարի շարունակ իրականացնում է կանոնավոր ուղիղ չվերթներ դեպի Եգիպտոս, Շարմ էլ-Շեյխ, Հուրգադա, Կահիրե։ Անրիվան ուղիղ չվերթներ իրականացնում նաև դեպի Թունիս և Օման։ Անրիվա 15 տարի շահիդ ժամանակի և տարածության մեջ։ Անրիվա գրուպ, վստահելիության չափանիշ և բարձրակարգ ծառայություններ։ ՀՀ զբոսաշրջության ոլորտում մեծ ավանդ ունեցող վստահելի գործընկեր և որակի երաշխավոր անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է Անրիվա ընկերությունների հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանին։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Անրիվա տուր օպերատորի հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանին։ Մրցանակը կանցնի Հայաստանում և Վրաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին։ Շնորհակալ եմ մրցանակի համար, շնորհակալ եմ կազմակերպիչներին։ Իրականում մենք այն ազգերից ենք, ով մշտապես պայքարների, մշտապես մեր հայրենիքի համար պայքարելով ենք ապրել և ստեղծագործել, և այս դժվարին պայմաններում, երբ Հայաստանը նորից ու նորից անցնում է իր շատ դժվարին պատմության քայլերով, իսկապես նման մրցանակները գործատուներին նոր ստիմուլ, նոր ստեղծագործության հնարավորություններ են։ Ձեզ իսկապես շնորհակալ եմ։ Thank you so much.